Գործարարը այսօրվա ինտելիգենցիան է։ Եթե մարդը իրան ներսից չսկսի ճանաչել եւ իր զարգացումը սպիրալի նման չգնա վերև, ոչ մի բան տեղի չի ունենա։ Ինչքան հեշտ է այսօր դառել որևէ երկրում կապեր ստեղծելը, հարց լուծելը։ Ճամպրուկս փոխի 3 օրից հետո թռնում եմ հետ Իտալիա։ Ինչ ա եղել, ասի կոնյակ պիտի տանեմ նվեր։ Կարա լինի այսօրվա աշխարհում մի հատ դպրոց, որտեղ դու գնաս, փակվես, չգիտեմ, մի քանի տարի ու բազմակողմանի քեզ այդ դպրոցում զարգացնեն։ Վալդորֆյան դպրոցը այդ հնարավորությունը տալիս է։ 20 տարվա բիզնես անել այդքան երկար ու անել պարտներներով, այդ ավելի շատ բացառություն է, քան թե օրինաչափությունը։ Փող աշխատելը չի եղել նպատակը, փողը եղել է իմ ճիշտ աշխատանքի կամ լավ ավելի շուտ ասեմ, աշխատանքի արդյունքը։ Ողջույն ընկերներ, մենք այսօր ունենք շատ հետաքրքիր հյուր եւ ասեմ, որ մենք արդեն կես ժամա իմ հյուրի հետ ակտիվ խոսում ենք այն թեմաներից, որին անդրադառնալու ենք podcast-ի շրջանակներում եւ ես միշտ նշում եմ, որ ամենալավ podcast-ները նրանք են, որոնք սկսվում են մինչև ռեկ ասելը, հա, մեր օպերատորների եւ այսօր իմ հյուրի հետ փաստացի ստացվեց հենց այդպես։ Մինչև հյուրից ներկայացնեմ մեր podcast-ի գործընկերոջը, մեր podcast-ի գործընկերն է Spin Production ընկերությունը, որի հարկի տակ նկարում ենք մեր podcast-ները։ Դե իսկ իմ հյուրն է Ռուբեն Տոնիկյանը, Central սրճարանի հիմնադիրը, թե համահիմնադիրը, Rubicon պաղպաղակների հիմնադիրը եւ նաեւ Հայաստանում Վալդորֆյան դպրոցի համահիմնադիրը։ Այո։ Ռուբեն ջան, բարով ես եկել։ Շնորհակալություն Գրիգոր ջան հրավերքի համար։ Ես մեր դիալոգին շատ երկար եմ սպասել, որովհետև մենք այսօր հետաքրքիր միքս ենք ունենալու բիզնեսի տարբեր հոգևոր գիտելիքների, որի մասին հեսա կխոսանք, նաև արվեստի, որովհետև Ռուբենը նաև արվեստի աշխարհից է, եւ ես միշտ ասում եմ, որ գործարարը այսօրվա ինտելիգենցիան է եւ եթե գործարարը կարողանում է համադրել բիզնեսից բացի նաև կյանքի այլ ոլորտներ, դա շատ լավ օրինակ է ու նախադեպ է եւ իմ հյուրը վառ օրինակ է այս միքսի։ Արի սկսենք արվեստից, էլի դու եկել ես բիզնես արվեստի աշխարհից, երաժիշտ ես, չէ՞։ Այո, մասնագիտությամբ երաժիշտ եմ, ավարտել եմ Երևանի Պետական կոնսերվատորիայի հարվածային գործիքների բաժինը, ջազային թմկահար, աշխատել եմ լավագույն խմբերի հետ, բայց ցավոք սրտի սովետի փլուզման հետ ժամանակ պետք էր ուղիներ փնտրել երիտասարդ ընտանիքը պահելու համար եւ իմ մոտ սկսվեց մի հատ հետաքրքիր շատ ճանապարհ, որը մինչ այսօր ինքը շարունակվում է դեռ տարբեր բնակավարներում եմ աշխատել, տպարան, արխեոլոգիական պեղումներ եւ այլն, հրատարակել եմ լազերային սկավառակներ եւ եկել եմ հասել եմ այսօրվա։ Ոնց հիմնադրեցիր Central սրճարանը, իդեպ Central-ը Երևանի խորհրդանիշերից է, սուրճի մշակույթի շուրջ կառուցված այդ ամբողջ համու հոտի, հա, երբ որ մենք ասում ենք Central սրճարան, հասկանում ենք Երևանը իր համու հոտով։ Այո։ Ոնց հիմնադրեցիր, ոնց է Central-ի պատմությունը։ Մինչև Central-ը մի հատ ուրիշ պատմություն կա, դա Natura Gold մեր թեարանն է, Աբովյան 11 հասեով, որը 27 տարի առաջ մենք հիմնեցինք, դա էլ ունի մի հատ փոքրիկ հետաքրքիր պատմություն, մենք ընկերներով ամեն օր հավաքվում էինք մեր տանը, մայրիկս մեզ միշտ առաջարկում էր թեյ, ուտելիք եւ այլն, տարիներ շարունակ տան դուռը բացվում էր առանց զանգի, մարդիկ գալիս, գնում, մի օր ասեց, ինչ կլինի մի հատ թեարան բացեք, ես արդեն հոգնել եմ այս ամեն ինչից եւ իրականում մեր մտքով անցավ, որ կարելի է մի փոքրիկ թեարան բացել։ Եվ Աբովյան 11-ում այդ հասեով մենք բացեցինք Natura Gold սրճարանը, թեարանը, ներողություն։ Մեր ընկերները, հաճախորդները տարիներ հետո ասեցին փոքր է տարածքը, մեծացրեք։ Եվ այդտեղ առաջացավ մի հատ սրճարանի, թեարանի, փոքրիկ ռեստորանի համատեղ տենց մի հատ սիմբիոզ անել եւ ծնվեց
կաֆե ցենտրալը Աբովյան 30 հասցեով այս տարի 20-ամյակն է միջանոց ցենտրալի։ Այսինքն 2006 թվականին Այո։ Երկու եղբայր, երկու ընկեր։ 4 ընկերով, 4 4 ընկերով, այո։ բիզնեսը սկսել եք։ Երբ արդեն տեսար, որ ստացվում է բիզնեսը, թե թեյարանը, թե ցենտրալը։ Կարող եմ ասեմ հենց երևի ամենասկզբից, որովհետև անկեղծ ասած, թե ցենտրալի ֆորմատը, թե թեարանի ֆորմատը մենք երևի եթե առաջինը չենք, բայց առաջիններից էինք։ Եվ մոտեցումը, որը մեր մոտ կար, մենք այնց շատ մաքսիմալիստ ենք եղել միշտ ամեն մի հարցում, որ պետք է ամենալավագույն թեյերը լինի, ամենալավ մատուցման ձևը պետք է լինի, ուսումնասիրում էինք, սովորում էինք, չայնի ցիրիմոնիաներ են ասում, տենց այդ ամեն ինչը որպեսզի ճիշտ ներկայացնենք, ամենասկզբից սկսեց աշխատել։ Ճիշտ է, մենք անփորձ էինք, որովհետև նախ տենց բիզնես հասկացողությունը այդքան զարգացած չէր 90-ականների վերջերին, չէ՞։ Այո, ես երաժիշտ, եղբայրս նկարիչ, մյուս մեր ընկերը նկարիչ եւ ինչ որ ինտուիտիվ շատ ահագին բաներ էր տեղի ունենում մեր մոտ, այդ մեր շարժը, զարգացման։ Մենք նույնիսկ չգիտեինք գնագոյացում ոնց է պետք անել։ Նստած սա ասում ենք սենց անենք, չէ, ես ասում թանկը աչքա չափով եւ այլն եւ այլն։ Բայց ամեն դեպքում հաջողեցինք եւ կարծում եմ գտանք մի ինչ որ հետաքրքիր տեղ էս մեր գեղեցիկ քաղաքում։ Այդ ժամանակ Երևանում ցենտրալն է եղել, Փարիզյան սուրճը ու մի քանի սրճարաններ։ Այո, ու մի քանի սրճարաններ։ Հենց որ մենք պիոներներից ենք, Հաստատ կարելի է ասել։ Հաստատ։ Իսկ արդեն սուրճի մշակույթն դե ցենտրալում դուք զարգացրեցիք, Սուրճի մշակույթը ցենտրալում, քանի որ մենք մի քիչ մոդելը բացեմ ճակերտներ վերցրեցինք Վիեննայում ցենտրալ սրճարանի մոդելը, դե մենք գիտենք, որ Ավստրիան սուրճով շատ հայտնի է, իմիջիայլոց առաջի սուրճը էլի հայ է տարել Ավստրիա։ Այդ կուլտուրան Պասկալ, հա։ Այո, Պասկալ Դեոդատոն։ Եվ այդ կուլտուրան մենք մշակույթը սուրճի վերցրեցինք այնտեղից, որ վատ չի լինի, բացի թեյերից նաև մենք սուրճ տանք, որտեղ ամեն դեպքում Հայաստանում սուրճի տրադիցիան սկսեց արդեն զարգանալ, մանավանդ Փարիզյան սուրճը բավականին լուրջ դերակատարություն ունեցավ այդ ասպարեզում։ Դիմացի մայթի վրա, չէ՞։ Այո, դիմացի մայթ սրճարաններ կան։ Այդ ցախ տարածքը սուրճի հոտով, սուրճի էներգիայով է լցված։ Ինչև այսօր։ Հա, ինչև այսօր։ Կողքին էլ ավելանում են արդեն տարբեր ու դա շատ լավ է միջալոց, ողջունելի է։ Այդպես սկսեցինք։ Դուս դրված են աթոռները ֆրանսիական ոճով, առաջինը դուք եք էլի, չէ՞։ Չէ, դա կարծեմ, եթե չեմ սխալվում, նույնիսկ կարող է Փարիզյան սուրճն էլ արդեն։ Դուք ասելով ձեզ եւ իրանց եւ Փարիզյան սուրճը նկատում։ Այո, տենց սկսվեց շատ հետաքրքիր պատմությունը, իսկ հիմա տեսնում ենք քաղաքը լի է սրճարաններով ու շատ ողջունելի է, որ դա զարգանում է բավականին լավ ու շատ լուրջ պրոֆեսիոնալ մակարդակի վրա։ Մենք շատերի հետ ենք շփվում հիմա, կարող եմ ասեմ, որ ուղղակի մարդ հիանում է, թե ինչ մակարդակի մոտեցում է ընդհանրապես։ Հորեկան շատ լավ է մեր մոտ զարգանում։ Ռուբեն, իսկ կա sense կարծիք, ինչքանով է դա ճիշտ, որ Օսմանյան կայսրությունն է մեծ դեր ունեցել Ավստրիայում սուրճի ոնց որ մշակույթի ձևավորման վրա։ Ոչ թե Օսմանյան կայսրությունը, լեգենդը ասում է, որ երբ որ գիշերը զինվորները ավստրիական զինվորները քնած են եղել եւ իրանց կողքը եղել է տակառներ մեջը սուրճ, մի հոգի լսել է սուրճի հատիկների ձայն, քանի որ թուրքերը հսկայական զորք քայլելով գալիս էր առաջ։ Եվ դա իրանց տվել է ազդանշան, հասկացել են, որ նրանք մոտենում են, հասցրել են իրանց պաշտպանական դիրքերը եւ այլն, ու դրանից հետո Դեոդատոն, որի ազգանունը Աստվածատրյան է եղել, ինքը մասնակից է, ինքը սուրճ էր ներկրում այդ ժամանակ, գնացել է կայզերին, խնդրել է, ասել է թույլ տուր, ես դառնամ 1700-ականներն էր 1700-ականներ ներկրող եւ ստացել է էքսկլյուզիվ այսօրվա բառով ինքը մենաշնորհ ունեցել երկար տարիներ։
Հետաքրքիր է։ Դե հետո ձեր սուրճը մինչև այսօր էլ ինքը յուրահատուկ է, հա, այդ համարներով սուրճը, արաբիկա ու ռոբուստայի միքսերը, բան այդ դուք եք այդ մշակույթը ստեղծել էլ, որ մարդը նախ ճանաչում է ինչա խմում։ Այդ 100% արաբիկան, այդ ավազի վրա անելը, չէ՞, ամեն մեկը մի հատ դետալ է։ Իրականում ճիշտ ես, ինչի, որովհետև մենք միշտ, դե գիտես, միգուցե դա գալիս է նրանից, որ մենք մի քիչ ստեղծագործական բան Բան եք ունենք ավելացրել, հա։ ներքին, երաժիշտն էլ է Իհարկե։ իմպրովիզացիա սիրում է իր էմոցիաները ցույց տա, նույնը նկարիչ, այսինքն այդ կրեատիվնեսը ոնց որ ասում են, երևի թե եղել է եւ կա, եւ մենք փորձել ենք ինչ որ մեր կողմից մի բան ավելացնենք համով, հոտով, որ ինչ որ եւս բաներ լինի։ Հենց որ երբ որ կանցնենք պաղպաղակի, էլի հետաքրքիր է, նույն մոտեցումն է աշխատում այսօր մեր մոտ, այդպես։ Իսկ ինչի ցանց չսարքեցիր ցենտրալը, Ռուբեն, հետաքրքիր է։ Գիտես, մենք մտածում ենք, նախ չլինելով մասնագետներ եւ պրոֆեսիոնալներ, մեր համար դա բավականին ընդհանուր այդ ճանապարհը, որ մենք անցել ենք, հավատացնում եմ, շատ դժվար է մեր համար եղել կազմակերպչական, որովհետև դա մասնագիտություն է, մենեջմենթը, մարքեթինգը դա լուրջ մասնագիտություն է։ Մենք փակ աչքերով մտել ենք այդ նետվել ենք այդով ու փորձել ենք գտնել մեր տեղը։ Դրա համար մենք մտածում ենք, որ ավելի լավ է ինչ որ ունենք, ինքը մեզ բավարար է, մենք իրան պահենք այն մակարդակի վրա, որի մասին այսօր խոսում են, նույնիսկ ունենք թերություններ, ես չեմ ասում որ, բայց ամեն դեպքում ցենտրալը եղել է ու այսօր էլ իր օրույն տեղ ունի։ Եվ մենք մեր ամբողջ ուժերը կենտրոնացրել էինք հենց իր որակը եւ տեսակը պահելու վրա։ Սա հիմնական գաղափարների։ Հիմա որ հետ ենք նայում, այո, այսօրվա աչքերով այդ մասշտաբավորման process-ները կարող ավելի հեշտ լիներ եւ այլն, բայց այն ժամանակ դա այդքան հեշտ չէր։ Հա, դե նայ, օրինակ սրճարաններ կան, որ 120-130 տարվա պատմություն ունեն, փոլը, հա, ու այդ կարգի սրճարաններ աշխարհում, որոնք որ ձեր նման էլի պինդ հիմքի վրա ստեղծել են ժամանակին ու տարիներով ինքը պահել է իր կենսունակությունը ու զարգացել է։ Այս փուլում տեսնում ես այդ ձև զարգացում ցենտրալի հետ։ Մենք տենց խնդիր մեր առաջ չենք դրել, անկեղծ ասած։ Շարունակելու եք։ Մենք շարունակելու ենք, այո, նույն ոճով, նույնիսկ երևի թե նոր պրոյեկտներ էլ արդեն տենց չանենք, որովհետև պետք է հաշվի առնել նաև տարիքը։ Լավ, դե տարիքը գործարի Դե ամեն դեպքում դա իր տեղը ունի։ Հավատացնում եմ քեզ, Գրիգոր ջան, մենք այնքան ենք բավարարված այս վիճակով եւ շատ երջանիկ ենք, որ հաջողակ ենք այս բնակավարում, ունենք այս օրինակները եւ կարևորը պահելն է։ Okay, շատ լավ։ Դե պաղպաղակը ոնց եղավ։ Պաղպաղակից պատմի մի քիչ։ Պաղպաղակը շատ անսպասելի էր, պաղպաղակ գաղափար հասկացողություն տենց չկար, ես մեկնեցի Իտալիա 2003 թվականին, շատ խոշոր ցուցահանդես է ամեն տարի լինում Ռիմինիում, կոչվում է Սիջեպ, սուրճ, պաղպաղակ եւ հրուշակագործության ինդուստրիայի, ես գնացել էի, այդ ժամանակ ես հացի փուր, ոնց որ ասում են, տենց մի հատ փոքրիկ հետաքրքիր ձեռագործ հացերի կազմակերպություն ունի, անցած տարի որոշեցի փակեմ, գնացել էի այդ գործերով, վերջի օրը որոշեցի գնամ եւ տեսնեմ կողքի ինչա կատարվում, սկսեցի փորձել տարբեր տեղեր եւ անսպասելի հայտնաբերեցի մի կազմակերպություն, որի որակը ինձ ուղղակի զարմացրեց եւ ես տեղում որոշում կայացրեցի, որ Ռուբիկոնը գնում է Հայաստան։ Հանդիպեցի իրանց մենեջմենտից մի տիկնոջ հետ, ինձ նշանակեցին հանդիպում 1 ամիս հետո Ռուբիկոնի տիրոջ հետ, հիմնադիրի, շատ հետաքրքիր պատմություններ, ինչպես ես իրանից ստացա էքսկլյուզիվ եւ Ռուբիկոնի անունը, եթե հետաքրքիր է կարող եմ պատմեմ, դե մեր համար միշտ կարևոր է եղել ունենալ մենաշնորհ, որովհետեւ մենք որոշ օրենսդրության մի քիչ պաշտպանվածության խնդիր է միշտ եղել մեր մոտ ընդհանրապես, ի հակադարձ Եվրոպայի, որ կոնտրակտները կնքվում են, դա
աշխատում է, դրա համար մենք միշտ ասում ենք էքսկլյուզիվ տվեք, մենք պետք է մենաշնորհ ունենանք եւ այլն եւ այլն։ Նույն հարցադրումը դրեցի, ասեցի ես ուզում եմ նաեւ Ռուբիկոն անունը, ասեց Ռուբեն, ընդհանրապես բոլոր պաղպաղակ արտադրողները գաղտնի են պահում, թե ումից են վերցնում իրանք հումքը։ Դու ուզում ես անմիջապես, ասեցի, ես ուզում եմ այդ ճանապարհով գնամ, որտեվ ես մի երկրում եմ, որ ինձ ապացուցելը, որ ես Իտալիայից եմ բերում, երդվում եմ, որ սա իտալական հումք է, հոգնել եմ, այս տարիքում արդեն չի սազում։ Ավելի լավ է ես իմանամ, որ մենք համագործակցում ենք, դու ինձ տալիս ես անունը, ես կասեմ, այս կազմակերպությունը եւ տենց էլ եղավ, շատ մեծ դժվարությամբ, չէր ուզում տար, ես հարց տվեցի, ասեցի դու Ազնավուրի երբ գրպագ ունես, ասեց շատ մեծ։ Ասեցի, այս մարդը Ազնավուրի 2 համերգն արի Հայաստանում, ու դա իրականություն էր։ Ասեց ինչպես, ասեցի այո։ Ասեցի եւ ավելին ասեմ, ասի իսկ հայկական կոնյակ սիրում ես, ասեց շատ։ Ասեցի կա կոնյակ, որը որ արտադրվել է դուրս է եկել իր օրոք, որին ինքը մասնակցել է, կուպաժին է մասնակցել, տեքստերի, շրիֆտերի ընտրությանը, շատ գեղեցիկ ֆիլմ է Միչայլոց, չգիտեմ տեսել ես դու դա։ Չէ, Դոկումենտալ ֆիլմ է, ինչպես է Ազնավուրը ներգրաված այդ process-ի մեջ, իր կյանքի օրոք այդ Ազնավուր կոնյակն է դուրս գալիս, ասեցի, եթե դու իմ խնդրանքները կատարես, ասի limited edition-ը, բայց ես քեզ այդ կոնյակից կնվիրեմ, 15 րոպե հետո մենք պայմանագիրը ստորագրեցինք, գալիս եմ Երևան, կնոջս ասում եմ ճամպրուկս փոխի 3 օրից հետո թռնում եմ հետ Իտալիա, ինչ ա եղել, ասի կոնյակ պետք է տանեմ նվեր, եւ այդպես սկսվեց Ռուբիկոնի ճանապարհը։ Եկավ Հայաստան, մենք խոսում էինք նախապես, եւ այսօր մի ակնթարթ էր, անընդհատ ցանկություն կա քո կողմից ինչ որ մի բան ավելացնես, մի բան ներկայացնես, հետաքրքիր, ինչ որ երանգներ, գույներ եւ այլն եւ այլն։ Եվ մենք որոշեցինք Արարատ մեր կոնյակի 4 համը նոր էր դուրս եկել, այդ բալով, սուրճ, ծիրան եւ մեղր։ Առաջի փորձը արեցինք, շատ հաջող անցավ, համտես արեցին գործարանում։ Արդյունքում Pernod Ricard-ի հետ պայմանագիր ստորագրեցինք, այսինքն մեմորանդում, հուշագիր։ Առաջի դեպքն է, որ մենք ստացանք Արարատի զինանշան օգտագործելու իրավունք, ոչ իրանց պրոդուկտի վրա։ Հետո Քամած Մածունով ջելատոն մեր մոտ դուրս եկավ, անցած տարի դա իմ երազանքն էր, քաղաքին մի ինչ որ ձև գտնել, շնորհակալություն հայտնել ընդհանրապես իրա լինելու համար եւ Երևան ջանը ծնվեց։ Այդ էլ էր շատ հետաքրքիր պատմություն, առիթ կլինի հետո դա առանձին կպատմեմ։ Որտեղ հիմա կարելի է փորձել ձեր Աբովյան 30 կաֆե ցենտրալի կողքը մենք ունենք փոքրիկ ջելատերիա, որը կոչվում է Ռուբիկոն։ Այդպես։ Ընտիր։ Ես հարց ունեմ քեզ։ Այ դու ինչպես սկսեցի նախ կլուբ կապիտալի գաղափարը ինչից է ծնվել եւ իր հիմնական միշնը քո տեսակետից ինչում։ Ես 2019 թվականին բիզնես կրթությամբ էի զբաղվում, 2015-ից սկսած ու իմ մոտ հենց բիզնես կրթություն էին անցնում գործարարները 2017-ից 19 թվականներին, ու ես հասկանում էի, որ գործարարներին ավելի ուժեղանալու, ավելի մասշտաբը իրանց մեծացնելու համար մենակ բիզնես կրթությունը քիչ է ու պետքա միջավայր, ու այն ժամանակ մենք չունենք օրինակներ մեր աչքի առաջ, հիմա օրինակ շատ ակումբներ կան, հենց Ռուսաստանում ակումբների բում եղավ 2019 թվականին ամբողջ աշխարհում։ Ու այն ժամանակ ինտուիտիվ հասկանալով, որ եթե կրթությունը ստանում են գործարարները, այդ իրանց օգուտ է տալի, եթե այդ միջավայրի մեջ լինում են, դա էլ է օգուտ տալի, իսկ եթե դա ինստիտուցիոնալ տեսք ունենա առհասարակ ինչ կլինի։ Եվ փաստացի ակումբը ես հիմնադրել եմ հենց կրթական առանցքի վրա։ Բիզնես կրթությունն է եղել մեր ակումբի առանցքը եւ իհարկե ինքը եւ դրական եւ բացասական կողմեր ունի։ Բացասականը երևի հիմնական բացասական կողմը նա է, որ եթե օրինակ բիզնես կոմպոնենտի վրա հիմնադրեի ես ակումբը, գործարքների քանակն ու մասշտաբը էլ ավելի շատ լիներ, որովհետեւ ի սկզբանե մարդիկ կրթվելու համար էին գալիս ակումբ եւ բիզնես անելը մնում էր երրորդ этаպին։ Հա, եթե հիմա հիմնադրելու լինեի, ես հիմա կհիմնադրեի
բիզնես անելու եւ միասին ներդրումներ անելու, հենց բիզնես առանցքի շուրջ կանեի դա։ Բայց այն ժամանակ դա ոնց որ ճիշտ ձև էր ակումբը հիմնադրելու եւ սկսեց միջև այսօր էլ տեսնում ես մենք ունենք տարբեր ֆորմատի հավաքներ, որից բիզնես կրթությունը մի ուղղությունն է։ Բայց դու արդեն համատեղում ես այդ ամեն ինչը, ես տեսնում եմ նաև։ Հա, համատեղում եմ ու տարբեր sense ֆունկցիաներ են ակումբում ավելացել այս տարիների ընթացքում։ Բիզնեսն էլ կա, պարտներություններն էլ կա, բայց օրինակ մենք համարյա չենք խոսում պարտներությունից։ Մեր ակումբում անընդհատ իրար մեջ գործարքներ, իրար հետ համագործակցություններ, ներդրումներ, ասենք պրոյեկտներ կան 8-10 ակումբակիցներ մի պրոյեկտի շրջանակում իրար հետ աշխատում են։ Բայց քանի որ ակումբի սկզբանե հիմնադրել եմ հենց կրթական կոմպոնենտի վրա, մի տեսակ այդ գործարքները մնում են վարակույրի ծես կողմ, էլի։ Թեկուզ այդ ֆորմատով վարակու, բայց ես անկեղծ ասեմ իմ համար ինքը շատ կարևոր է, այն ինչ որ դու արել ես, ու կարող եմ ասեմ, որ ես կարճ ժամանակում լինելով ակումբի անդամ, ահագին բան եմ ստացել ու հասկացել եմ, որ սա ժամանակին ինձ պակաս էր, որովհետև լինելով բիզնես ոլորտի մեջ քո աշխատանքով եւ քիչ շփվել մարդկանց հետ, որոնք էլի բիզնեսի ոլորտից են, բայց տարբեր աշխարհայացքներ ունեն, տարբեր մոտեցումներ ունեն, տարբեր տեղերից են եկել, որտեղ դա շատ կարևոր բան է, փորձի փոխանակումը կամ ուղղակի էներգետիկայի, մեսեջների, որը շատ կարևոր է։ Եվ հիմա ես զգում եմ դա ինձ ինչքան բան է տալիս։ Առաջի հերթին հենց լավ պոզիտիվ է տալիս այս տարիքում, որը որ էլի կարիք ունես, ինքը շատ դրական բան է, հենց որ այդ առումով Իմ պրոգնոզով սենց է, մոտարապես մի 10 տարի հետո բոլոր գործարարները մինիմում 1-2 ակումբի անդամ են լինելու, մինիմում, որովհետև ամբողջ, ասենց ասած, դիվիժենյան կենտրոնանում է ակումբների ներսում գնալով ու այդտեղ դու կարող ես եւ արագ գործարքներ կնքես, արագ գտնես այն մարդուն, ով քեզ պետք է, ժամանակ խնայես, քո կապիտալը մեծացնես։ Հենց մենակ մեր այլանսի ռեսուրսները, եթե մենք օգտագործենք 20%-ով նույնիսկ, մեր գործարարը աշխարհի 10 երկրից ավել երկրներում ինքը կարա գնա հանգիստ ֆիրմա բացի, առաջի հաճախորդներին գտնի։ Ես օրինակ վերջերս վերադարձել եմ Գերմանիայից, որտեղ մեր գերմանական ակումբը միջոցառում ուներ, ինձ հրավիրել էին խոսնակ եւ մենակ հենց այդ օրը ելույթիցս հետո 5-6 հոգի մոտեցան ինձ, ոնց անենք Հայաստանում ինչ որ մի բան ունենանք, ինչ որ մի բան անենք, թե Հայաստանի միջով, թե հենց Հայաստանում։ Նոր ֆորմատ է ձևավորվում փաստերեն։ Հա, բիզնեսի վարման։ Այո, այսինքն ստեղից աշխարհի, օրինակ Ուզբեկստան, հա, մենք հուլիսին ունենք հյուրեր Ուզբեկստանից եւ Ղազախստանից, մոտ 30 հոգի պատվիրակություն է գալու մեր այնտեղի ակումբներից, այսինքն տեսնում ես, որ ինչքան հեշտ է այսօր դարել որևէ երկրում կապեր ստեղծելը, հարց լուծելը, կոմունիկացիաների հաշվին եւ այդ շատ կարեւոր է, իհարկե։ Այո, մեր թիմից մի քանի հոգի հենց կոնկրետ աշխատում է նրա համար, որ ամենօրյա հարցումները այլանսի մեր ռեսուրսներով ոնց որ լուծենք, բավարարենք, փակենք։ Ինձ շատ հետաքրքիր մի հարց է, ասենց տանջում, ես գիտեմ, որ դու Հայաստանում այն քիչ մարդկանցից ես, ով այսպես ասած Շտայների հետևորդներից ես, ով ճանաչում է Շտայներին, ուսումնասիրել է Շտայներին եւ նաեւ Վալդորֆյան դպրոցի հիմնադիրներից ես։ Մի քիչ արի դրանից խոսանք, ինչի, որտեվ ես ինքս Շտայներ կարդացել եմ ու շատ բարձր եմ գնահատում այն, ինչ ինքն է արել, ոնց է կապել հոգևոր զարգացումը առողջ լինելու հետ, ոնց է նայել նույնիսկ տնտեսությանը եւ տեսել տնտեսության մեջ 3 ճյուղ, հոգևոր ճյուղ, օրենքների ճյուղ, որը որ կառավարում է սոցիումը, հա, եւ տնտեսական կտորը, որը որ պետքա ոնց որ ապահովի մարդկանց բարեկեցությունը, այսինքն լինել 19-րդ դարի փիլիսոփա ու կապել այս 3-ը, ես ոչ մեկի մոտ, օրինակ, եթե Նիչեին ենք նայում, Նիչեն մենակ հոգևորի բան, հա, բոլոր փիլիսոփաները մենակ այդ կողմն են։ Եթե նայում ենք օրինակ նույն Մարքսին, հա, մյուս կողմն է, մյուս կողմն է։ Շտայները հետաքրքիր սինթեզ է արել, առողջությունը, առողջ գյուղատնտեսությունը, հոգևոր զարգացումը, քրիստոնեության հոգևոր զարգացումը, ինքն քրիստոնյա է եղել, եւ իհարկե նաեւ կյանքը առօրյա մեր, չգիտեմ, այն ինչ անվանում են հայն Մասլոյի բուրգը, հա, այսինքն բոլոր շերտերում Շտայները եղել է։ Մի քիչ կխնդրեմ այդ Գիտես, ես կարծում եմ, որ գաղտնիքը ինչումն է, որ նախ ինքը
փիլիսոփա էր եւ շատ երկար տարիներ ուսումնասիրում էր Տեոսոֆիան դա Տեոս Աստված եւ Սոֆիա իմաստություն, փաստորեն դա ուսմունք է, որը որ ասում է որ կա բարձր հոգևոր աշխարհներ եւ իրանց իմացությունը ձեռք բերելու համար մարդը պետք է անցնի որոշակի ճանապարհ, նույնիսկ կյանքեր եւ այստեղ գալիս է ռեինկարնացիայի հարցը, գաղափարը, սա Տեոսոֆիայի ոնց որ հիմնական որի հիմնադիրը Բլավատսկայան էր, որի հիմնադիրը Բլավատսկան էր։ Եվ Շտայները վերում է իր կողմից այս ուսմունքի մեջ իր կարևոր ֆակտորը դա մարդն է, ասելով որ մարդը դա միայն ֆիզիկական մարմին չի, բիոլոգիական, մարդը դա նաև հոգի է, ոգի ունի եւ ունի ես, եւ իրան տեսնում է որպես առանցքային կետ, եւ եթե մարդը իրան ներսից չսկսի ճանաչել եւ իր զարգացումը սպիրալի նման չգնա վերև, ոչ մի բան տեղի չի ունենա։ Այստեղ սկսում է հենց այդ ամենակարևոր պահը, որ օրինակ որ դու նոր ասեցիր, այս բնագավառում են բնում, որտեղ մարդու ներկայությունը կա այդ ամենի մեջ, սոցիումի մեջ, այո, եթե դու մարդուն արանքից հանում ես այդ մեջտեղից, այո, կան բարձր ինչ որ հարթություններ իրանց գաղափարով եւ հոգևոր աշխարհներով, բայց մարդը պետքա ներկա լինի։ Եվ այստեղ առաջացավ իր ուսմունքը, որը կոչվում է անտրոպոսոֆիա, այսինքն անտրոպոս մարդ, մարդու մասին գիտությունը, Տեոսոֆիայի հետ միասին, որ մարդը արդեն պետք է իմիջիալից մի հատ հետաքրքիր բան ասեմ, ես վերջերս եւս մեկ անգամ դիտեցի Տոնինո Գուերայի մասին մի հատ դոկումենտալ ֆիլմ կար, մի հատ հետաքրքիր ֆրազա է ասում, որ Հայաստան այցելությունից հետո իմ մոտ սկսվեց սպիրալաձև վերտիկալ ճանապարհորդություն դեպի տիեզերք։ Հետաքրքիր լրիվ այս նույնը ինչ որ օրինակ կարճ կարելի է ասել անտրոպոսոֆիայի մասին։ Եվ այդտեղից գնացին տարբեր ուղղություններ, բժշկություն, ճարտարապետություն, ինչ որտեղ երաժշտություն, գյուղատնտեսություն, բիոդինամիկ գյուղատնտեսության հիմքերը դրվել է Շտայների կողմից եւ իհարկե մանկավարժություն, հայտնի Վալդորֆյան դպրոցը, սենց կարճ։ Ես ոնց հասկանամ քո կապը շատ ուժեղ է նաև Ավստրիայի հետ, որտեվ Շտայներն էլա, չէ, Ավստրո-Հունգարիայի հետո եմ իմացել, մի բան մոռացել էի, Ավստրիան իմ համար դարավ շատ կարևոր երկիր իր մշակույթով, գործի բերում էլ իհարկե, բայց հետո երբ որ էլի անդրադարձա այս վերջերս Շտայների կյանքին, աշխատություններին, նոր ասեցի ավստրիացի է։ Հետաքրքիր է։ Okay, փաստացի Շտայները այն գաղափարը, որ մարդը քիչ դեր ունի իր ճակատագրի մեջ, իր կյանքի մեջ, ամբողջը աստվածային է, ոնց որ օրինակ Բլավատսկայան էր ասում, ինքը ասես չէ, մի րոպե։ Մարդը այդ մի բան է, որը Աստծո կերպարանքով է ստեղծվել եւ ինքն է առանցքը։ Եթե մենք խոսում ենք Աստծո մասին, մենք պետքա խոսանք մարդու մեջի Աստծո մասին առաջին հերթին։ Լրիվ ճիշտ ես։ Այս առումով ես լրիվ կիսում եմ Շտայների գաղափարախոսությունը, որովհետեւ անտրոպոսոֆիան ինքը էլի Աստծո մասին է, Տեոսոֆիայի մասին է, բայց մարդու միջոցով, մարդու, այո, այդ ամենակարևոր բանն է։ Ես իմիջիալից մեկ օրինակ եմ բերում, երբ որ հիշում ես, մի հատ պատկեր կա մարդու էվոլյուցիայի այդ 4 թաթերի վրա, հետո կամած ու վերջում մենք տեսնում ենք մարդու կերպարը։ Տարբեր մեկնաբանություններ կան, որ ձեռքերը պետք է ազատ լինեին, մարդը սկսեց ուտել, աշխատանքային գործիքներ, հետո պիտի ծառեց խնձոր քաղեր, դրա համար սենց, բայց մենակ դա չի։ Ես կարծում եմ դա այդ ամենակարևոր ֆակտորներից մեկն է, որ մարդուն
կանգնացրել է, մենք նայում ենք տեզերք, չէ՞ միշտ։ Մենք վերև ենք նայում եւ Իհարկե։ հետաքրիր մի հատ հոգեբանական տեստ կա, որ ես մարդկանց ասում եմ, երբ որ մարդը ասում է ես, ինքը sense չի ասում ես, ինքը ասում է ես։ Իրան անմիջապես վերտիկալ վիճակի է բերում։ Մարդու ֆակտորը ամենակարևոր բանն է անտրոպոսոֆիայի մեջ եւ մի հատ փոքրիկ դրվագ պատմեմ իր աշխատություններից, օրինակ բժշկության ոլորտում, ինքը իր աշխատություններից մեկում մի հատ նկար է, մարդու պատկերն է եւ բույսը հակառակ, այսինքն արմատները եւ ինքը ինչի հիման վրա բժշկությունը տենց սկսեց հենց անտրոպոսոֆիայի իր այդ ուղությունով մարդը ինքը համեմատեց բույսի հետ, որ ասելով արմատները դա գլուխն է, տերևները դա գլխից մինչև գոտկատեղն է, ծաղիկները դա ստամոքսից մի քիչ ներքև մասն է, եւ եթե մենք որոշ բաներ ավելի մանրամասն ուսումնասիրենք, կտեսնենք, որ այն հիվանդները, որոնք ունեն օրինակ էպիլեպսիա, իրանց դեղերը պատրաստում են արմատներից։ Երբ որ մենք մրսում ենք, ինչ որ կարիք ունենք, տերևներ ենք թրմում, օրինակի համար անանուխի եւ այլն եւ այլն։ Հիվանդություններ կան, որոնք ծաղիկներով են բուժվում, ասենք թե ստամոքսից ավելի ներքև հատվածներում եւ շատ պրիմիտիվ են պատմում այս ամեն ինչը, շատ պարզ, բայց այս հիմք էր ամեն ինչի, որ սկսեց այդ ամեն ինչը խորանալ եւ բժշկություն կա այսօր։ Մենք Երևանում ունենք շատ լավ մեր բժիշկը, ինքը Շվեյցարիայում գնաց, դե արդեն սա լրիվ ուրիշ մակարդակի վրա է այնտեղ եւ ավարտեց, ստացավ դիպլոմ, արդեն 30 տարուց ավել մենք միայն գնում ենք մեր բժիշկ Կարոյի մոտ գոմեոպաթիկ այդ բժշկության բանն է, մենք միշտ գնում ենք, ասում ենք Կարո ջան, էս բան մի հատ արագ բուժվեմ, ասում է Ռուբեն ջան, 20 տարի դու այս հիվանդությունը հավաքել ես, ես 3 օրում ոնց կարող եմ բուժեմ։ Շատ հետաքրքիր է, դեպ ես ոնց եմ չափում որևէ հոգևոր գիտություն ինքը կիրառական է, իրական է, աշխատում է, թե չէ, իր տված պտուղով։ Եթե ինքը օրինակ Շտայների դեպքում ոնց է, համ կիրառելի է, ոնց դու նշեցիր բիզնեսում, համ կիրառելի է ֆիզիկական առողջության մեջ, համ կիրառելի է կրթության մեջ, համ կիրառելի է հոգևոր զարգացման մեջ, այդ նշանակում է, որ ինքը իրոք մարդու մասին գիտություն է բոլոր անկյուններից՝ հոգևոր, ֆիզիկական, նյութական, այս իմաստով ֆանտաստիկ է, այս պատահական չի, որ Շտայներին ես հետո ավելի ուշ, Յունգի կարելի ասել հետևորդներից եմ, բայց Շտայներին համարում եմ մեծագույն մտածողներից մարդկության պատմության։ Ես համաձայն եմ։ Ու հատկապես, որ ինքը քրիստոնեության դոգմատիզմը, այսինքն քրիստոնեության վրա այն կարծրացած կեղևը կարացել է ասենց բացի ծաղիկի նման ու դուրս գա ու էլի ինքը ներկայացնում է քրիստոնեության գիտությունը, օրինակ Հայր մեր աղոթքի շտայներական վերլուծությունը կա, կարդում ես ֆանտաստիկ մի բան է, հասկանում ես, որ Շտայները նույնիսկ այն գիտությունը, որը դարերի ընթացքում որոշակի դոգմատիզմով կարծրացել է, այդ գիտությունն է ինքը նորովի բացահայտում ու նորովի տեսնում։ Ինքը քանի որ ոնց որ նշեցինք տեոսոֆիա, աստվածային իմաստության այդ ամբողջ գաղափարը ինքը պահել է իր գիտության մեջ, դա շատ կարևոր է։ Okay, հետաքրքիր։ Դե Վալդորֆյան դպրոցից մի քիչ խոսանք, ոնց հիմնադրեցիք, ոնց եկավ այդ գաղափարը։ Ես գիտեմ, որ դա Հայաստանում լավագույն դպրոցներից է ու ուրույն կրթական մոդելով, ուրույն որակով, ոնց տեսեցիք։ Դե գիտես, ծանոթանալով դպրոցի սկզբունքների հետ, այսինքն այդ մանկավարժության այդ հիմնական թեզերի հետ, մենք հասկացանք, որ պետք է առաջի հերթին մեր երեխաները արդեն այն տարիքում են, որ պետք է գնային դպրոց եւ մեր համար շատ կարեւոր էր, որ իրանք գնան մի միջավայր, որը իրանց համար լինի ճիշտ, որ իրանք ճիշտ միջավայրում կարող են անցնեն այն կարեւոր իրանց կյանքի ժամանակահատվածը, որը որ կարևոր դերակատարություն է ունենալու։
քանի որ մենք էլի նկարահանումներից առաջ խոսացինք, այստեղ կուզեի դա էլի եւս մեկ անգամ կրկնեի, ըստ Շտայների երեխան որ ծնվում է, իր մոտ 7-ամյա փուլեր են սկսում, 1-ից 7 տարեկան, 7-ից 14, 14-ից 21 21-ից հետո չի շարունակվում, թե ուղղակի շարունակվում է, բայց այնտեղ արդեն երեխա չի ինքնուրույնություն եւ այլն, իսկ առաջի 7 տարին դա երեխան ծնողների խնամքի տակ, հիմնական կապը մոր հետ, նույնիսկ աստրալ մակարդակի վրա այդ կապը կա, ոչ միայն այդ ֆիզիկական ձգումը եւ այլն, եւ ինքը շատ բան ստանում է ընտանիքից միանշանակ, բայց հետո 7-ից հետո գալիս է արդեն սոցիումի մեջ մտնելու տարիքը եւ դպրոց գնում են 7 տարեկանից իմիջիալից, եթե մենք հիշում ենք, այդտեղ արդեն սկսում է լրիվ ուրիշ process-ներ, այսինքն երեխային քաշում է դեպի տուն, մորն է ուզում տեսնի եւ այլն, իսկ այստեղ արդեն ուրիշ միջավայր է։ Դրա համար Վալդորֆյան դպրոցներում օրինակի համար երեխաներին մեկ ուսուցիչ են գցում դասարանին, որը մի քանի տարի իրանց վարում է, ինքը ոնց որ այն մարդն է, որը փոխարինում է իրանց մորը։ Գնահատականներ ընդհանրապես չեն դնում, որովհետև երեխաների մոտ անում է, ծագում է արդեն խնդիրներ։ Ինքը ինձանից լավն է, ես վատն եմ կամ հակառակը, լրիվ դա հանում են։ Այդ տարիքային ժամանակահատվածում երեխաներին պետք է ազատություն, գույներ, երանգներ, երաժշտություն, ձեռքի աշխատանք, սա այն է ինչ որ ցանկացած մարդու անհրաժեշտ է, մանավանդ այդ տարիքում։ Ու Վալդորֆյան դպրոցը այդ հնարավորությունը տալիս է։ Երեխաները հանրակրթական ծրագրերից, անկեղծ ասած, այդ ժամանակահատվածում հետ ընկած են։ Ծանր խնդիրներ, որոշ բաներ հետ է գցվում։ Մաթեմատիկան շատ թույլ, ինչ որ թեթև խաղերի բաներով, այբուբենը մի քիչ էլի հետ են գցում, որովհետև այդ ժամանակ գրելը դա աչքերի համար լարվածություն, այսինքն ստրեսեր է երեխաների համար, եթե շատ խորանանք, որը հետո վատ է ազդում։ Մինչև եթե վերցնենք, երեխաները դպրոցում են շատերը իրանց ակնոցները ձեռք բերում։ Այո։ Դպրոցի ուսման տարիներին որոշեցինք, որ այս ամեն ինչը պետք է որ մեր երեխաները, թե մեր քաղաքի, այսպես ասած, երեխաները ունենան հնարավորություն եւ ստեղծեցինք իմ առաջի շրջանավարտն է Վալդորֆյան դպրոցի, կարող եմ ասեմ շատ կոմունիկացիա է ու շատ ուժեղ զարգացած կոմունիկացիա, ֆանտազիան տվաս հիմա Նյու Յորքում մեկ զանգում է, ինչ որ մի բան խոսում ենք, պապա երեք ինչ էր, ոնց էր, հատ փոքրիկ թեմա ենք վերցնում, վարքյանական ինքը դառնում է կինո սցենար, վարքյանական ինքը դառնում է ինչ որ մի հատ վիզուալ պատկեր, այսինքն այդ կրեատիվնեսը ահա որ զարգացած է։ Մի բան ասեմ, Պյութագորասը, ով ապրել է մեր թվարկությունից առաջ, ինքը ունեցել է փակ տենց միաբանություն դպրոց, որտեղ ինչ որ մի տարիքից սկսած վերցրել է մարդկանց ու այս գիտելիքը, հոգևոր զարգացումը, մարդու բազմակողմանի այդ երևակայություն, հիշողություն, կրեացիա, սաղ զուգահեռ զարգացրել է, ես միշտ մտածել եմ, կարա լինի այսօրվա աշխարհում մի հատ դպրոց, որտեղ դու գնաս, փակվես, չգիտեմ, մի քանի տարի ու բազմակողմանի քեզ այդ դպրոցում զարգացնեն։ Կա։ Հա, փաստացի դու։ Փաստացի կա։ Բայց մեր ժամանակը անցել է արդեն, ափսոս մեր երեխաները։ Երբեք ուշ չի։ Հա, բայց մեր տարիքի մարդկանց համար զարգացումը արդեն ավելի ինքնուրույն process է, ինքնակրթության, ինքնաուսուցման, հա, տարբեր մեդիտացիաների ճանապարհով է լինում, բայց սա ինստիտուցիոնալ կառույց է։ Գնացիր, մտար, ուսուցիչ կա, մեթոդ կա, միջավայր կա, տրադիցիաներ կան։ Իհարկե։ Այդ շատ թանկ բան է։ Բայց քեզ անկեղծ ասեմ, երբ որ օրինակ հիմա իմ աղջիկն է 10-րդ դասարանում, այսինքն ես այնքան երջանիկ եմ, որ այդ process-ը իմ մոտ շատ է երկար է։ Իրանց հետ անցնում ես։ Իրանց հետ շփվելու եւ երբ որ իրանք ունեն ինչ որ միջոցառումներ, ես գնում եմ եւ հավատացնում եմ քեզ շատ լավ էներգետիկա եմ ստանում, հետ ես գնում ինչ որ բաների։ Դա կարեւոր է մեկ վերապրես։ Ովքեր են դասավանդում։
Որտեղ են սովորել ուսուցիչները։ Մասնագետներ կան։ Հա, դուք վերապատրաստել Առաջի եք, հա։ շրջանավարտները վերապատրաստվել են Գերմանիայում, Գերմանիայից են գալիս այստեղ վերապատրաստում են անցկացնում իրանց համար, այսինքն մեր կապը մայր բանի հետ, ինստիտուտի հետ ինքը կա, եղել է եւ ինքը շատ ակտիվ է այդ առումով։ Հա, հասկացա։ Բանը այսպես ասած մայր օֆիսը Գերմանիայում է։ Այո։ Հետաքրքիր է։ Իսկ ինչա կոչվում Վալդորֆյան դպրոց։ Գիտես, ինքը Շտուտգարտի կողքը գործարան է եղել, մի հատ փոքրիկ քաղաքում, անունը Վալդորֆ է եղել այդ գործարանի եւ գործարանի աշխատողների երեխաների համար Շտայները դենց փորձարարական մի հատ փոքրիկ դասարան արել, անունը դրել են Վալդորֆ շուլե դպրոց։ Հետաքրքիր է։ Իսկ ունեցել է Շտայները հայտնի աշակերտներ, ովքեր հետո իր գիտությունը զարգացրել են։ Այո։ Հա։ Բայց մենք դրա մասին առանձին կխոսանք հետո։ Ինձ որից մնա մենակ Շտայներից կխոսամ ժամկես, բիզնեսը կմնա երկրորդ երրորդ փոքրիկ պլանում։ ինտրիգայով կարող ենք սենց ավարտենք, որտեվ սա այն թեման է, որ եթե ինչ որ մեկին հետաքրքրում է, լրիվ կա, այո, գերականություն կա, որը կարելի է ուսումնասիրել։ Համաձայն եմ։ Okay, դե գանք բիզնեսին։ Այսօր նաև վերադարձել ես դու Մոսկվայից, որտեղ մեծ պրեզենտացիա եք արել ձեր պաղպաղակների։ Փաստացի ճիշտ եմ հասկանում, որ դու իտալական բրենդը Հայաստանում զարգացնելով նաև արդեն արտահանում ես Հայաստանից Ռուսաստան։ Դեռ չեմ արտահանում, անկեղծ ասած, ծրագրերի մեջ է, մենք արդյունքը շատ անսպասելի էր եւ ընդհանրապես պրոյեկտը անսպասելի էր, իմ մարքեթինգի ղեկավարը նոր տարում խնդրեց մեկնել Մոսկվա բարեկամների մոտ, ասեց ինչ կարող եմ ձեր համար անեմ, ասեցի տես եթե ինչ որ հետաքրքրված մարդիկ լինեն, կարող ենք ներկայացնենք։ Արդյունքում մի քանի օր առաջ Մոսկվայում 35 հոգի շատ հայտնի ռեստորանների, տերերի, հրուշակագործների իրանց եւ մենեջերների համար կազմակերպեցինք պրեզենտացիա համտեսով եւ երևի ամենալավ արդյունքը այն ինչ որ իրանք հարցաթերթիկների վրա մենք տենց հարցաթերթիկներ էինք պատրաստել, իրանք թողեցին, ես հասկացա, որ սա իրոք շատ մեծ գնահատական է, մեծ հաջողություն ունեցանք, որից հետո որոշեցինք, որ անպայման պետք է փորձենք մտնենք ռուսական շուկա։ Ինչ վերաբերում է մեր մոտեցմանը, Ռուբիկոնը ինքը շատ հետաքրքիր պատմություն ունի, ընդհանրապես իտալական Ռուբիկոնը, ինքը նախ եթե դու դեմ չես, ես մի երկու բառով ներկայացնեմ, Ռուբիկոնը ինքը հեղափոխություն արեց ջելատոյի ինդուստրիայի մեջ 1959 թվականին, մինչ այդ ջելատոները պատրաստում էին, ոնց որ իրանք ասում են, ջելատո արտիջանալը, այսինքն ձեռագործ, ամեն ինչը տենց հին տրադիցիոն եղանակով էր պատրաստվում, իսկ տեխնոլոգիաները այդ թվերին արդեն հնարավորություն էին տալիս ստանալ փոշիներ, սուբլիմացիաներ անել եւ այլն եւ այլն։ Եվ Ռուբիկոն 59 թվականին շուկային ներկայացնում է կիսաֆաբրիկատներով ջելատո պատրաստելու եղանակը եւ մենք գիտենք ինչքան է Իտալիան շատ տենց պահպանողական, ասենք թե պիցայի խմորը պատրաստելուց պետք է սենց լինի, թե չէ դա պիցա չի, պաստան, նույնը ջելատոն է։ Եվ հայտնի ջելատոյի վարպետներ ընդունեցին այս մեթոդը, ասեցին, որ սա իրականում ջելատո է, մենք ինչ ուտում ենք։ Ինչ տվեց սա շուկային։ Առաջի հերթին ինքը տվեց կայունություն որակի մեջ, որ ամեն օր կարող է ստանալ նույն որակը։ Պարտադիր չի մասնագիտական շատ բարձր որակավորում, որովհետև հիմնականում փոշիներ եւ մածուկներ են, որը պետք է ուղղակի ճիշտ չափաբաժիններով խառնես եւ տեխնոլոգիան պահպանելով ստանաս։ Մասշտաբիրованիայի շատ լավ հնարավորություն է տալիս։ Մածուկների միջոցով դու կարող ես համային տեսակներդ 40, 50, 60 ունենաս, հակառակ դեպքում սաղ պետք է ունենաս սառնարաններում, պահարաններում, իսկ դա շատ մեծ խնդիր է։ Ելակներ պետք է ունենաս, մենք մաքուր իսկական ելակից ունենք ուղղակի մածուկներ, այսքանը։ Սառնարանում մենք չենք պահում ելակ կամ բանան։ Սա առաջի քայլն էր Ռուբիկոնի հեղափոխական, երկրորդը, որ
Ռուբիկոնը իտալական դեսերտների, այսինքն շուշակագործության այդ հայտնի համերը մցրեց մասսայական արտադրության մեջ։ Էլի ձեռագործ քիչ քանակով մարդիկ տիրամիսուի համ, զաբայոն, պանակոտա անում էին, բայց մասսայական որ դու կարողանաս արտադրես, դա չկար։ Սա երկրորդ քայլն էր եւ մենք կարելի է ասել, որ այս երկրորդ գիծը մենք վերցրեցինք, մեծ ցանկություն առաջացավ, որ բայց անպայման հայկական, այսպես ասած, հետքով կամ DNK-ով ինչպես մենք ասում ենք, այդտեղ կոնյակի, ինչպես ասեցի, թեման մեր մոտ զարգացավ, հետո մածունը, վերջի հիմա մեր աշխատանքը ոսկեվազի գինու գործարանի հետ համատեղ արեցինք նրան գինիով ջելատո։ Ընտիր։ Այդպես։ Ընտիր, շատ լավ։ Դե ձեզ հաջողություն նոր շուկաներում։ Շնորհակալություն։ Շատ կարևոր է։ Իդեպ ես հետաքրքիր բան քեզ ասեմ, պատահական չի, որ դու իտալական, այսպես ասած, բրենդը, տեխնոլոգիան հայկական DNK-ով Հայաստանից արտահանում ես Ռուսաստան։ Ես կարծում եմ, որ մեր հայ գործարանների ամենամեծ հատկությունը, ունակությունը նա է, որ մենք կարող ենք հենց գործարարություն արտահանենք Հայաստանից։ Այո։ Այդ ֆանտաստիկ մի բան է, որ մենք կարանք Դուբայում Բելարուսին ծանոթացնենք, չգիտեմ, կազախ գործարարի հետ ու այդտեղ ինչ որ մի հատ բիզնես բան անենք, այսինքն Սա այդ մեր հատկանիշները, այո։ Ես երբ որ ճամփորդում եմ, միշտ պատահում է ինչ որ միտեղ նստել ու նույնիսկ ես քեզ ասեմ նույն քաղաքում ապրող երկու գործարար կարող է իրար չճանաչեն, ես ծանոթացնեմ իրանց իրար հետ ու ես կարծում եմ որ դա մեր հայերին տրված հատուկ ունակություններից մեկն է։ Ես լրիվ համաձայն եմ եւ մենք ունենք տենց շատ ուրիշ օրինակներ, ընդհանրապես մեր ազգը ունիկալ բաներ ունի իր մեջ, որը որ մենք պետք է կարողանանք համ տեսնենք, գնահատենք եւ իհարկե հորդորենք, որ դա գնալով շատանա։ Բաներ կա, որոնց մեջ մենք շատ ուժեղ ենք, օրինակ նույն Գյուլբենկյանի, չէ՞, ֆենոմենը, ոնց է կարողացել 5%, այդքան մարդու կապ իրար հետ ու արանքում այդ 5%-ը աշխատի, բայց նաև արի խոսանք մեկ այլ կողմից, որը թերություն է հայերի մոտ, բայց ձեր մոտ այդ ստացվել է, ու ինձ հետաքրքիր է ոնց է ստացվել։ Այդ պարտներներով բիզնես անելն է։ Դու ասացիր, որ 4 հոգով եք հիմնադրել բիզնեսը եւ 20 տարվա բիզնես անել այդքան երկար ու անել պարտներներով, այդ ավելի շատ բացառություն է, քան թե օրինաչափություն է։ Համաձայն եմ։ Մի քիչ արի դրանից խոսանք, որտեվ շատ անկես լինեմ այս հարցում եւս, գիտես, երևի նույն Շտայների անտրոպոսոֆիայի այս հետ շփումը իրա հետքը թողեց, որովհետև կարելի է այսպես դա մեկնաբանել, արժեքները ուրիշ են։ Փողը չի առաջի հերթին։ Մյուս պարտներները դեռ են Շտայների։ Մենք բոլորս 4-ով, այո, կարող ենք ասենք, որ այդ ուղղության մեջ ենք եւ կան առաջնահերթ բաներ կյանքում, այսինքն դա մարդկային արժեքներն են, մարդկային հարաբերություններն են, որոնք ավելի կարևոր են, քան ֆինանսական կամ չգիտեմ, ուրիշ կոնֆլիկտ է, ինչ որ թեմա, ոնց է լուծում այդ կոնֆլիկտը։ Որոշում ենք, թե ով է այդ կոնֆլիկտը լուծելու, ու մենք չենք խառնում այդ պատվիրակում լուծման մեջ։ եք Ով է, ես կլուծես, ես կլուծեմ, դե ուրեմն արա։ Նույնիսկ եթե ինքը չհաջողեց, խնդիր չի, մենք իր մեջքին կանգնած ենք։ Որովհետև եթե այս մեր խոսակցության այս մի կետից մի հատ բիզնեսը հանես եւ թողնես էլի այդ հարաբերությունները, կյանքում տենց պետք է լինի։ Եթե ես իմ եղբոր հետ, ես իմ եղբայրն կամ իմ ընկերն է, ես իր մեջքին եւ կողքի եւ մեջքին պետք է կանգնած լինեմ ցանկացած իրավիճակում։ Բիզնեսը այստեղ համաձայն եմ։ Զուգահեռ ինչ որ մի process է, բայց չի փոխում կյանքի օրենքները։ Էսա։ Այստեղ արժեքների գնահատման կարևոր ֆակտորը կա։ Okay, բայց մենակ դա հերիք է, պահելը երկարակեցությունը պարտներության։ Ես կարծում եմ, այո։ Չէ, միանշանակ պետքա, եթե դու բիզնես ես անում, չես կարող անտեսես այն մնացածը։ Պետքա միանշանակ մաքսիմալը քո անես, որպեսզի քո համատեղ կամ ոչ համատեղ գործը զարգանա։ Հակառակ դեպքում
իմաստը կորում է։ Բայց կան բաներ, որոնք առաջնային են։ Դեր։ Մենք ունեցել ենք օրինակի համար չեմ բացի ճակերտները շատ մի հատ անհաջող համատեղ բիզնես պրոյեկտ շատ մեծ գումարային կորուստներով ես քեզ կարող եմ անկեղծ ասեմ մենք դրա մասին ընդամենը զրուցել ենք 30 րոպե Հեշտ է ազատվել այդ բանից էլի։ բայց միլիոնների մասին է խոսքը գնում Հետաքրքիր է, sense մի հատ պահ ինձ ասա։ ոչ մեկը ոչ մեկին չի մեղադրել Okay, իսկ հետո երբ որ դուք հեշտ բաց եք թողել այդ եկել է այդ փողը ուրիշ ինչ որ ձևով այդ կորուստը վերականգնվել է ինչ որ ժամանակ գումարի չափով միգուցե չէ նայած ու մոտ ըհը նայած ու մոտ բայց դռներ են բացվել հա որտեվ երբ որ դու հեշտ ես ազատվում ինչ որ մի հեշտ ես համաձայնվում ինչ որ կորուստի հետ այդ կորուստը վերականգնվում է այո ինչ որ կորուստը ձևով անպայման չի ինքը ֆինանսների փողով հետ կա բանով լինի այնքան հետաքրքիր բաներ կան որ հանդիպումներ են մարդկանց ես ճանաչում նոր ձեռքբերումներ ես դու ինքդ ես քո համար բաներ ձեռք բերում որ ավելի կարևոր է որ կարող է այդ գումարով դու երբեք ձեռք չբերեիր թեկուզ քո հարաբերությունները քո չգիտեմ հարազատների հետ ընկերների հետ կամ տեսնելով այնտեղ ինչ տեղի ունեցավ դա վերարտադրում ես քո ընտանիքի հետ հասկանում ես որտեղ է սխալներ ունեցել հենց որ հрьяանը ասում չէ ասում Աստծո շնորհակալություն որ փողով վերցրեցիր Համաձայն եմ առհասարակ մեր հայ գործարաններին ինձ թվում է պետքա կորուստների հետ էս հարաբերությունը ինչ որ ձև ավելի բան սարքել, ավելի փիլիսոփայական լինի կորուստը, դա կորուստ է, համաձայնվում ես ու քայլում ես առաջ այո ու հետո կյանքը դա բալանսավորում է, բայց երբ որ դու հա կպնում ես այդ կորուստից վախ-վուխ ես անում, ինքը դու քեզ գերի ես քաշում է։ դառնում Հա, այդ անհաջողության գերի ես դու դառնում բայց գիտես ինչ աստեղ շատ նուրբ կարմիր գծեր կան դա պետք է անտարբերության չվերածվի այսինքն դու պետք է թողնես բայց պետք է դասդ քաղես դու պետք է միշտ ուշադիր լինես ոչ թե դե լավ եղավ ինչ էր հիմա կորցրեցի գնաց այդ տենց էլ պետք է չլինի բայց երբ որ դու կարողանում ես բալանսավորել ավելի մենք էլի գալիս ենք ինչ որ թեմաների դա հոգևոր քո բալանսն է որտեղ ես դու գտնվում այսօր ուր ես հասել ես մի բան պատմեմ, ուրեմն Դուբայում տաքսու մեջ $500 իմ գրպանից հանում է վաղորդը, այնց շատ բան օրինակ է, էլի։ Իջնում եմ, տեսնում եմ, որ փողը չկա, կինս ու ընկերս ասում են, ոնց որ գնանք բան անենք, ասում եմ, չէ, օքեյ է։ Եթե պետք է գնար այս փողը, պետք է գնար։ $500 հենց ուղղակ ոնց որ դրամապանակս ընկնում է, ինքը տենց վերցնում տալիս է ինձ իր մոտից, ու այդ ընթացքում հասնում է այդ $500 անի, պատկերացնում ես։ Անցնում է մի որոշ ժամանակ 200,000 դրամին մոտ է, չէ, $500-ը։ Իմ գործընկերներից մեկը ինձ զանգում է, ասում է, այդ քարտի թվերն ուղարկի, ասում եմ, ինչ եղել, ասում է, հեչ ուղարկի կասեմ, ու ինձ փոխանցում է 400,000 դրամ, այդ դեպքից երևի 10 օր հետո։ Ասում է, լսի, մի հատ գործարք է արել քո խորհրդով։ Ստացվել է, ես էլ քեզ մի հատ շնորհակալություն։ Հասկանում ես։ Հա, գալիս է։ Բայց գողանալ է, որ քեզանից գողանում են կամ դու կորցնում ես, ամենատհաճ բանն է, հարցը այդ $500 չի, ինչքան այդ տհաճ զգացողությունը, բայց եթե դու դաժե դա ես կարում մարսես, այդ փողը հետո հետ է գալիս։ դե դու մարդ ես կարծում եմ իր մեջ պետք է անընդհատ տեղ ազատի նոր բաներ վերցնելու համար եթե բաժակը միշտ լիքն է դու ջուր չես ավելացնի այնտեղ կամ ուրիշ ինչ որ հավելյալ բան անընդհատ դա շարժում է որը պետք է տեղի ունենա հոսքը պետք է լինի դրա համար ես տարվա մեջ մի քանի անգամ փորձում եմ իմ աշխատասենյակը տունը ինչ պետքական է կամ կիսա պետքական է ամեն ինչից ազատվում եմ նույնիսկ երբեմն պետքական բաներից եմ ազատվում որ այդ նորը գա տեղ պետք է լինի անպայման տեղ պետք է լինի ազատ ինձ հետաքրքիր է իդեպ այս կոնտեքստում Շտայները փողի ու հարստության մասին ինչ կարծիք ունի ազատ է պետք թողնել հա ինքը այնքանով է կարևոր որ դու կարողանաս իրականացնես քո ծրագրերը որոնք որ պետք է գիտակցես որ դա ճիշտ է լինելու ռուսերեն լավ բառ կա վաբլագը իօքուտ այսինքն քո գաղափարները որը որ դու
կապ չունի, հիվանդանոց ես ուզում կառուցես, էս բիզնես ես դնում, որը երեխաների համար է, էսա, այնա, բայց դու պետք է չդառնաս դրա գերին։ Իսկ պարտադիր է, որ ամեն բիզնեսի տակ այդ վեհ գաղափար լինի, օրինակ բիզնես երեխաների համար կամ բիզնես մարդկանց բուժետ։ Չէ, Չի կարող պարտադիր ուղղակի չի։ բիզնես Չէ, փող աշխատելու համար։ միանշան փող աշխատելու համար ես դժվարանում եմ ասեմ, անկեղծ քեզ ասեմ, իմ մոտ երբեք տենց չի եղել։ Իմ ամբողջ կյանքի փորձը եղել է մի քիչ ուրիշ ձևի։ Միգուցե դա նույնիսկ ճանապարհ է եղել, որով ես ինքնահաստատվել եմ, որի կարիքը ցանկացած մարդ ունի, բայց փող աշխատելը չի եղել նպատակը, փողը եղել է իմ ճիշտ աշխատանքի կամ լավ ավելի շուտ ասեմ, աշխատանքի արդյունքը։ Բայց նպատակ, որ ես սա անեմ փող աշխատելու համար, անկեղծ ասած, ես այդ մեթոդիկայի հետ չեմ առնչվել, չեմ կարող ասեմ ինքը ոնց է գործում, բայց գիտեմ, պարզա, որ դրա շատ օրինակներ կան վառ, նենց որ նայ ես ոնց եմ մտածում, որ sense tenants ցանկացած բիզնես, որը օրենքով արգելված չի, ինքը հասարակության բարեկեցության մեջ իր ներդրումը ունի։ Արդեն ինքը լավ է։ Մենք գիտենք sense խոսույթ կա, չէ, որ օրինակ ինչ որ մեկը բիզնես է անում, ասում են լավ, դա բիզնես է, դա բարեգործություն չի, ոնց որ բարեգործությունը միշտ ավելի բարձր տեղում է, քան բիզնեսը։ Իմ կարծիքով բիզնեսը ինքը ապրիորի պետք է ամենաբարձր տեղում լինի, որովհետև ցանկացած էֆեկտիվ բարեգործություն էլ գնում է նրան, որ դու օգնես, սովորացնես մարդը ձուկ բռնի, ոչ թե ձուկ կտաս։ Միանշանակ։ Որտեվ եթե դու բարեգործություն ես անում, օրինակ, հա, դու աշխատատեղ ես ստեղծում, որտեղ մարդը կարա գա, իր ձեռքով արժեք ստեղծի ու վարձատրվի։ Դա ավելի մեծ օգուտ ես դու այդ մարդուն տալիս, քան եթե դու վերցնես ու այդ մարդուն ամսական այդ աշխատավարձի կեսը օրինակ որպես նպաստ փոխանցես։ Ես կարծում եմ, այստեղ գիտես, այս երբ որ մենք այդ համեմատությունները տանում ենք, այստեղ մի ֆակտոր կա, որը չգիտեմ ինչի մեկ-մեկ մեկնաբանվում է որպես նեգատիվ, փողը երբ որ գալիս է, մտնում է, դե բարեգործությունը բիզնեսը մենք ինչ ենք անում, փող աշխատել ենք որպես դիտարկում, բայց դա փող աշխատել չի իմ տեսակետից։ Դա ապրելակերպ է։ Իմ կարծիքով բիզնեսը արդեն բարի գործ է։ Այո, ինքը բարեգործ է, ես այդ է ուզում ասեի, դա էլ է բարեգործություն։ Այո։ Ուղղակի ինքը տնտեսական նենց մի հատ մոդել է, Ահա։ որի արդյունքում դու գումար ես վաստակում, բայց այդ գումարը դու նաև բաժանում ես, նես չի որ ամեն ինչը ամբողջը դնում ես։ Այո, դնում ես գրպան, ինքը տարբեր ֆորմաներով գնում է հասնում է տարբեր տեղեր, հարկերի ձևերով, բարեգործության ձևերով, բարեկամներին, երեխաներին կրթություն տալով եւ այլն, այսինքն ինքը բավականին հզոր մեխանիզմ է։ Այո։ Նորից համաձայն եմ։ Դե մեր հասարակությունն էլ պետքա սկսի այս ձևով նայել բիզնեսին, որ փող աշխատելը դա վատ չի, դա լավ է, որովհետև դեռ հələ կա այն բանը, լավ դե փող աշխատել, փողի համար անում։ Քեզ ասեմ, այսքան շփվում եմ տարբեր գործարանների, երբ մենակ հայեր ունեն այս տերմինը մեր վրա փող աշխատել։ Չկա այս տերմին դուրսը։ Մեր վրա փող ես աշխատում, ցես խոսք կա, չէ՞։ Ուրիշ տեղեր չկա այս բան, այսինքն դու արժեք ես ստեղծում եւ այդ արժեքը առաջարկում ես եւ մարդը այդ արժեքը փողով քեզանից վերցնում, հա, դա բարի է, դա լավ է, դա ճիշտ է, դա բայց կարար նվիրեր էլի։ Հա, կարար նվիրեր, վրա փող չաշխատել, չէ։ Հետաքրքիր է, չէ՞, բառը որտեղից է եկել, մենք սիրում ենք այդ պահը, չէ, որ պետք է մեզ քո ասած այդ նվերը տան, ձրի լինի։ Գիտես, դա ինձ թվում է մի տեղից էլ է նաեւ գալիս, մենք շատ ամեն ինչը պերսոնալիզացնում ենք, մենք այնքան նուրբ ենք, որ շատ բաներ ցավալի ենք տանում հենց մեր հետ կապված, որովհետև օրինակ ես երբ որ մեկ-մեկ ժողովներ եմ անում եւ կոնկրետ օրինակների վրա ես զգում եմ, որ այդ մարդը նեղվում է այդ բանին, ասում եմ, գիտես ինչ, արի մի հատ քո անունը հիմա, քեզ դնում ենք մի կողմ, արի նստի այստեղ նստացնում ենք ուրիշ մարդու եւ ասում ենք, որ այստեղ կա խնդիր էս հարցում։ Իմ համար կարևորը խնդիր լուծելն է, ես ոչ քեզ ուզում եմ վիրավորեմ, ոչ քեզ անպատվում եմ, այսինքն մենք, երբ որ ասում ենք մեզ գցեցին, բա կարար նվիրեր, մենք շատ պերսոնալիզիրованный ենք այս ամեն ինչը ընդունում։ Մեր եսը, մեր ամբիցիաները, մենք թագավորներ ենք, չէ՞, ամեն մեկս։
Հա։ Այո, եւ դա եւ նաեւ են որ մենք փող աշխատելու բոլորս ուզում ենք շատ փող ունենանք, բայց փողի հանդեպ ճիշտ վերաբերմունքը ոչ բոլորս ենք ուզում ընդունենք, էլի, օրինակ մենք նաեւ հայերով սիրում ենք, չէ, որ ինչ որ մեկի համար լավ բան ենք արել, դա միշտ անենք, որ տենց պարքի տակ թողելով ուրիշին։ Մարդը ասում է լավ, ինչով ես շնորհակալ, ասում չէ։ Հա, Հա, մեզ ավելի լավը պարքի այդ ձևը, բայց որ օրինակ գերմանացի էլի հայտնի փիլիսոփա կա, շատ իրան ես սիրում եմ, իր հետևորդներից եմ կարելի է նաև ասել, այդ Բերտ Խելինգերն է։ այո։ Բերտը ասում է, որ ցանկացած մարդ ում դուք լավ բան եք արել, իրավունք ունի այդ բալանսը վերականգնելու։ Իրավունք ունի, դու չպետք է մարդուն զրկես այդ իրավունքից։ Իհարկե։ Դու չպետք է հայերը սիրում են պարքի տակ թողել, հետո մի օր էլ զանգում են, օրինակ, ինչ որ հարցով այդ մարդը հարմար չի լինում կամ ինչ որ պատճառով չի կարող օգնի, միանգամից գնաց այդ բան, չէ, անշնորհակալ է, այս մենք սիրում ենք մարդուն պարքի տակ թողել, որ մի օր այդ մարդուն անակնկալի բերենք։ Հոգեբանությունը մեր բուրույն է, բայց մյուս կողմից կարող եմ ասեմ, որ ինքը ահագին դրական նաև արդյունքներ ա տվել, ընդհանրապես եթե վերցնենք ամբողջ աշխարհով սփռված հայությունը եւ ինչ մենք արժեքներ ենք ունեցել մարդկային նկատի ունեմ եւ ինչ հետք ենք թողել ընդհանրապես, սա նաև այդ ամեն ինչը հաշվի առնելով, բոլորի մոտ էլ ինչ որ մի ձևի դա կա, բայց ֆենոմենը ես կարծում եմ այդ հայկական ֆենոմենը ինքը իրականում շատ ինչ որ հետաքրքիր է։ Այդ ամեն ինչի հետ հանդերձ։ Հա, համաձայն եմ։ Ես հիշում եմ դու որ մեր առաջին հանդիպմանը, երբ որ ակումբ էիր գալի, ասացիր, որ արվեստից ես եկել բիզնես, իմ մեջ մի հատ sense հետաքրքիր ուրախություն բարձրացավ, որը գիտես ինչ հետ էր կապված, որ արվեստագետը ով կարում է նաև բիզնեսում լինի, բիզնեսի աշխարհում լինի, այդ այնքան լավ օրինակ է, այնքան քիչ, բայց լավ օրինակ է, որովհետև արվեստագետները փողից մի տեսակ փողի աշխարհում այդքան էլ իրանց կոմֆորտ չեն զգում։ Ու երբ որ դա հանկարծ կպտում է իրար, փողն ու արվեստը, ինչ որ մեկը տուժում է տեղ, ինչի։ Ցանկացած արվեստ կարա զարգանա, եթե ինքը տնտեսական հիմնավորվածություն ունի։ Եթե Ճիշտ ես։ վաճառվում է այդ արվեստի գործը, եթե պետք է նաև շուկային այդ արվեստի գործը, դրա համար Բայց բիզնես վարելու տեսակետից շատ բարդ է, ես քեզ անկեղծ ասեմ, որովհետև գիտես, չունենալով համապատասխան կրթություն, ես ին վրա զգում եմ։ Շատ դեպքերում ես հասկանում եմ, որ ես կաղում եմ այն առումով, որ այդ ոնց որ դու ասեցիր, այդ ոչ թե փողի արժեքը, չգիտեմ, այ շատ հաճախ ճիշտ օգտագործման, հաշվարկների, պլանավորման, ճիշտ է, ժամանակի ընթացքում սովորում ես, բայց մեկը ինքնուս ես, երբ որ մարդը մասնագետ է, կրթություն է ստացել, օրինակ եթե այդ էլ լիներ, ես զգում եմ, որ ավելի շատ հաջողություններ կլինեն, չնայած բավարարված եմ այնքանով, ինչ որ այսօր կա։ Ռուբեն, նայ, ես եւ բիզնես կրթության մեջ եմ շատ վաղուց, ինքս դասավանդում եմ եւ մեր ակումբի շատ գործարարներ, առաջի 80 գործարարը մեր ակումբ են եկել հենց իմ կրթական պրոյեկտից։ Ուրիշ բան արի ասեմ, ես միշտ մտածել եմ, որ բիզնես կրթությունը շատ կարևոր է, այսօր ես այդ կարծիքը չունեմ։ Երբեմն բիզնես կրթությունը խանգարում է գործարարին ճիշտ որոշումներ կայացնելու։ Գործարարին ստիպում է դասագրքային շարժվելու, ստիպում է ինչ-որ ռամկեքով անելու, բայց ամենալավ ինսայթները, ամենալավ որոշումները գալիս են ոչ թե ուղեղից, կրթված ուղեղից, այլ ավելի հում ենթագիտակցությունից, ավելի, այսպես ասած, կարծրատիպերի տակ չփակված ինտուիցիայից։ Եվ ես սա նաև անվանում եմ Յունգի տերմինով արխետիպերից։ Ցանկացած գործարար, ցանկացած մարդ ունի իր արխետիպը, եւ եթե մարդ այդ արխետիպը կարող է ռեալիզացնի, գիտելիքը դառնում է այդտեղ ածանցյալ երկրորդային մի հատ գործոն, բայց արխետիպը իրան առաջ է տանում։ Օրինակ քո ծննդյան օրը կհիշացնես Նոյեմբերի 28։ Դե օրինակ եթե 28 արխետիպը վերլուծես, ինքը ֆանտաստիկ արխետիպ է
ու շատ աշխարհում բավական մեծ հաջողություններ հասած գործարարներ հենց 28 արխետիպը ունեն։ Ինքը 10 արխետիպն է, 2 արխետիպն է, նաև 8 արխետիպն է, եւ եթերից դուրս ես քեզ կարաս դու էլ ChatGPT-ով մի հատ ասես հայտնի գործարարներ, ովքեր 28 ամսի 28-ին են ծնվել։ Հենց դուրս գանք նկարահանումից անպայման։ Այո, մենք Հայաստանում էլ հետաքրքիր օրինակներ ունենք։ Կուզեի մի հատ այդ թեման շարունակենք գործարարության եւ ինքը իհարկե Վալդորֆյան դպրոցի հետ եթե կապենք, ինքը տալիս է այդ հնարավորությունը, որ դու քո մեջ զարգացնես կրեատիվնեսը, այդ մոտեցումը, ազատ մտածելակերպը, թռիչք, հասկացողությունը, այսինքն տենց կարծրատիպերի մեջ չլինես, բայց նաև կրթություն, երբ որ դա արդեն քո մեջ նստում է, հետո դու ստանում ես համապատասխան կրթություն տարբեր բնագավառներում, այս երկուսի սինթեզը իրար հետ դառնում է մի հատ հզոր զենք։ Համաձայն եմ։ Եվ ես մեր ընկերներին միշտ խորհուրդ եմ տալիս առաջին հերթին ձեր արխետիպերը ռեալիզացրեք, որովհետև այդ արխետիպի մեջ այնքան եւ էներգիա կա, եւ իմաստություն կա։ Մենք մեծ հաշվով ոչ մի բան չենք սովորում, մենք վերհիշում ենք այն ինչ արդեն գիտենք։ Օրինակ, եթե բլավացքային հավատանք, մենք մի կյանք չի, որ ապրում ենք, եւ մեր այս կյանքի ամբողջ, այսպես ասած, հիմքը նախորդ կյանքերի մեր հավաքած փորձառությունն է, որին նաև Շտայներն է ոնց որ ասած հավատում կիսում, այսինքն ես էլ եմ համոզված, որ մենք մի կյանք չի որ ապրում ենք եւ ցանկացած բան ինչ այս կյանքում ենք սովորում ենք, դա գիտելիքա կարծես թե դրսից ներս, բայց ես ասում եմ, որ այն գիտելիքն է արժեքավոր, որը դրսից ներս գալով ներսի գիտելիքն է ակտիվացնում։ Միանշանակ։ Այդ ինսայթը էլ կա։ Այդ բացահայտումը այդ, որ դու ասում ես, օհո, այս է։ Գրովին համատմիտ եմ քո հետ։ Իսկ այդ ներսի գիտելիքը մեր արխետիպերի մեջ է։ Ու ստեղ արդեն կապ չունի դու ինչ մասնագետ ուզում ես եղի, եթե դու քո արխետիպին համահունչ ես գործում, իդեպ 10 արխետիպը մի հատ հետաքրքիր հատկություն ունի, ինքը չի սիրում շատ աշխատել։ 10 օրինակ եթե 7 արխետիպի ու 10-ին համեմատենք, 7-ը պետքա քրտնաջան աշխատի, շատ աշխատի, անընդհատ աշխատանք է ենթադրում։ 10-ը կարա հաջողակ լինի նաև ավելի շատ վայելելով, հանգստանալով, սուրճ վայելելով, այսինքն 10 արխետիպին չերեսչուր աշխատելը այդքան էլ լավ չի։ Ես անկեղծ ասած, այս վերջերս շատ եմ հետ նայում ինչ որ անցած ճանապարհի, փորձում եմ, հիշում ես մեր առաջի հանդիպման ժամանակ, որ ասեցիր նպատակը քո անդամակցելու, ասեցի ես ուզում եմ կիսվեմ այն փորձով, որ ես ունեմ իմ ճանապարհը անցնելով, եւ շատ հաճախ այս վերջերս սկսել եմ որոշ բաների շուրջ մտածել, հասկանալ, որովհետեւ երեխաներ ունեմ, ուզում եմ իրանց ինչ որ իմ խորհուրդները տամ, օրինակ ինձ երաժշտությունը կամ ոչ թե միայն երաժշտությունը, բնագավառը, որտեղ ես ուսանել եմ երաժշտություն, կոնսերվատորիա, հարվածային, ինքը տվել է օրինակի համար շատ հետաքրքիր բան, որ այսօր ես ամեն օր դա օգտագործում եմ իմ կյանքում, այսինքն տվել է, որ դու հստակ ունես անելիք, օրինակ 10 ժամ պետք է նստես եւ շարժումներ հարվածներդ Ոտքերն էլ է տեղ աշխատում։ Ոտքերը կամ նույնիսկ եթե դաշնամուր կամ ջութակ վերցնենք, այսինքն դա ինչ որ process է, ինչքան էլ քո դուրը չգա, դու դա պետք է անես։ Դա հետագայում ես զգացի իմ վրա ինչ օգուտ է տալիս։ Իհարկե։ Հետո երբ որ դու հնարավորություն ես ունենում քո մեջից քո էմոցիաները արտահայտես նույն նվագելու ժամանակ կամ իմպրովիզացիաների, այսինքն սա մի հատ հյուսվածք է նույն բիզնեսի տեսակետից եմ ասում, երբ որ դու սա այս ամեն ինչը ենթագիտակցաբար դու ճանապարհը անցել ես, դու ինչ որ նոր բան չի քո համար։ Ինքը շատ մեծ էֆեկտ է տալիս։ Եվ ես իմ ընկերներին ասում եմ, անկախ նրանից ձեր երեխաները ինչ ճանապարհով կգնան, տվեք իրանց երաժշտության անպայման, որովհետև ինքը լրիվ ուրիշ աշխարհ է բացում։ Չեմ ուզում վերադառնամ արդեն նախորդ թեմաների, բայց այդ ամեն ինչը այդ ամեն բանի մեջ կա այդ ուսմունքների, դա ընդգրկված է։ Դա հոգևոր աշխարհն է զարգացնում, դա վերաբերմունքը, մենք երաժշտություն ենք լսում, արցունքներ է գնում, դե եկեք բացատրեք, ի՞նչ է դա։ Այո։
Լրիվ համաձայն եմ։ Ես մեծ հաճույքով եւս մի քանի ժամ մեր դիալոգը կշարունակեմ, բայց արդեն մենք ժամ 20 րոպե, ժամ 25 րոպե Այո, շփվում ենք։ ամփոփենք, ես եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ հետաքրքիր հարցազրույցի համար, շատ իրականում հետաքրքիր էր։ Գաղտնիք բացեմ, սա իմ առաջինն էր։ Այո, կարծում եմ շատ լավ ստացվեց։ Եվ այո, ինձ շատ հետաքրքիր էր քո հետ շփվելը։ Շնորհակալություն հրավերքի համար։ Մեծ հաճույք ստացա։ Դեռ կհանդիպենք։ Անպայման։ Դե սիրելի ընկերներ, մեր բիզնեսի եւ կյանքի հոգեվոր զարգացման այս միքսով մենք փորձեցինք նաեւ ձեզ հետաքրքիր կոնտենտ ստեղծենք։ Ձեր հարցերը կարող եք գրել մեկնաբանություններում եւ մենք անպայման դրանց կպատասխանենք եւ մեր ոդկասթը կավարտվի այն ժամանակ, երբ վերջին հարց գրողը կստանա իր հարցի պատասխանը եւ մենք այսօրվա մեր դիալոգի ժամանակ բիզնեսը ներկայացրեցինք նաեւ այլ կողմից եւ գործարարին ներկայացրեցինք նաեւ այլ կողմից ու ես կարծում եմ որ այսօրվա ու ապագայի գործարարը դա այն մարդն է ով իր մեջ համատեղում է մի քանի տարբեր աշխարհներ եւ դա նորմալ է եւ դա բացահայտում է գործարարի իրական խորությունը եւ հարստությունը դե ինչ հանդիպում